Արմլուր.am-ի տեղեկություններով Դիլիջան Երևան վերադառնալու ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել։ Կայքը հայտնում է, որ ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն է տեղափոխվել դերասանուհի Սյուզան Պապյանը, ով առավել հայտնի է Շանթ հեռուստաընկերության մի շարք սերիալներից։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրի հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Լևոն Գ-ն իր վարած Նիսան Տիդա մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթբետոնե արգելապատնեշին։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այժմ անդրադառնանք աստղային այլ նորությունների։ Սննդաբան Լիլիթ Բասյանն օրեր առաջ հայտնել էր նոր սիրելի ունենալու մասին։ Դրանից հետո նա անդրադարձել է կարծիքներին իր սիրելիի մասին։ Առաջարկում ենք լսել Սննդաբանի խոսքը։ Այս բուկվально 2-3 слова. Во-первых, շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ով ինձ բարին են մաղթում, նաև այն բոլոր մարդկանց, ով ինձ վատն են մաղթում։ Միշտ մի հատ ասացված կունեմ, ուզում եմ դուք լսեք, այս կյանքում դու կարաս բոլորին խաբես բացի Աստծուց։ Աստված լսում է և տեսնում այն բոլորը, ինչը բոլորը չեն կարա տեսնեն։ Եվ ես ձեզ բոլորիդ կարամ մի բան մաղթեմ։ Ու նորից եմ կրկնում, համ այն մարդկանց, ով ինձ լավն են մաղթում, համ այն մարդկանց, ով ինձ վատն են մաղթում։ Թող Աստված ձեզ բոլորիդ ձեր սրտի չափ տա։ Ամեն։ Люди мои дорогие, я, как всегда, приехала Барья-Хуржак на работу проверить, как же печется наш хлеб. Для меня существенно важно обязательно проверять, знать о том, что все, что мы создаем, оно создано с любовью. И хочу вам сказать, что в скором времени будет новый хлебушек Чабата. И этот хлебушек будет в Ереван-Сити. Так что ждите хороших новостей. И не только Чабата, а для вас я приготовила новый особенный продукт, где вы сможете за 5 минут приготовить вкусный завтрак, полезный завтрак для самих себя. Всем светлого дня. Дорогие мои, как и обещала вам показать результат после программы питания чередования. Сегодня у меня был последний день этой программы питания. Сейчас я вам покажу. Талия моя вот в таком состоянии. Сейчас я сразу же после программы питания чередования сажусь на программу питания сушка. Для чего? Потому что я хочу просушить максимально жировую клетку, чтобы у меня вот так были рельефы. И будет идеально для меня. А вам хочу сказать, пожалуйста, все, что вы делаете, если вы хотите измениться, но только меняйтесь из любви к себе, а не из-за того, что у вас что-то не так. Вы и так целы, вы и так прекрасны. Просто дайте себе любовь и заботу. Դերասանուհի և բլոգեր Թամարա Սահակյանը Instagram-յան էջում հայտնել է, որ մի շարք բլոգերների և հայտնի մարդկանց հետ մեկնել է հանգստի։ Առաջարկում ենք դիտել այն հոլովակները, որոնցով նրանք կիսվել են Instagram-յան էջում։ Առավոտը ժամը 5-ին մենակ մի բան կարող այն ստիպի, որ ես արթնանամ, Ռևոլաննա, որովհետև մենք հիմա գնում ենք Ալբանիա ու ասեմ, որ շաբաթական 2 ռեյս կա Ալբանիայի։ Հասել ենք մեր սենյակ, այս տուրը մեզ համար կազմակերպել է Travel One-ը և ոչ միայն սա հաճախ ենք մենք միասին շրջակայում, Թամը իմ ռումին է։ Մենք այսօր ենք ծանոթացել, բայց արդեն ստացվում է ընկերանալ, այնպես որ լավ է ամեն ինչ մեծ մոտ։ Լիքը լավ սթորներ սպասում մեզ։ Ու սիրուն սենյակ ունեն 2 բալկոնով, հաճելի այսպես լոգարանով։ Մենակ ծով չենք նայում, բայց ոչինչ չէ Թամ, մեկը ծովը քթի տակ է։ Մենք ծովը անձամբ կողայել հետո ծովն է այնտեղ, այս սպիտակ շենքի են կողմում ծովն է արդեն։
հակառակներ։ Երեխեք ինքան լավն է մեր սենյակիկը։ Ռում տուր ենք անում։ Կարևոր ինչ։ Այս հալիկա։ Հալիքը սիրուն սթորներ կանենք ամեն օր, մեր ամենօրյա լուքերը կնկարենք։ Կարևոր ունենք 2 բալկոն։ Վայ, կներես։ Ու այսպես մի խոսքով ոտքերով խաչեր ենք անում, գնում ենք գնում։ Երեխեք հերույա։ Ծովափը մեզնից բավականին հերույա։ Կամ էլ ես եմ շատ սոված էներգիա չունեմ քայլել։ Սոված ենք, սաղից հիմա սոված ենք։ Երջեմ թե ես ուշտ փորը նամ ես փողոցանցը վնասը խասը։ Տաղ օգտագործածներ է մնացել, հետո Դերասանուհի Ռուզանա Մանուչարյանը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում իր Instagram-յան էջում։ Աստղային ընտանիքը շաբաթներ առաջ հայտնել էր, որ իրենց երազանքը կատարվել է եւ իրենք բնակարան են գնել։ Դրանից հետո Ռուզաննան նաեւ մեծ հուզմունքով լաց լինելով պատմել էր անցած բարդ ճանապարհի մասին։ Հասկանում եք չէ, որ ինձ դժվար է տրվում տան թեմայով ստորիներ անելը, անգամ ստորիներ անելն է դժվար տրվում, ուր մնաց ռիլ նկարելը, թե ինչ ճանապարհ ենք մեծ անցել, ինչքան փակ դռների առաջ ենք կանգնել, ինչքան թևաթափ ենք եղել, մտածել ենք, որ մենք երբեք տուն չենք ունենա, միշտ վարձով ենք ապրելու ու երբեք չի իրականանալու մեր կյանքի այդ գլխավոր երազանքը, բայց արի ուտես, որ կյանքը տրված է հենց նրա համար, որ իրականացնես նույնիսկ ամենամեծ երազանքները։ Այն օրը Վահանի հետ խոսում ենք, ասում եմ Վահան ինչ հավես բան ստացվեց, հիմա նշանակում է մենք կարող ենք երազանքներին նոր ցուցակ գրել արդեն ու երազել նոր տուն ունենալը մեր կյանքի Իմը Վահանի համատեղ կյանքի, իսկ Վահանի ամբողջ կյանքի երազանքն է եղել ու սենց համել գիտեք ինչի հուզվեցի, որովհետև մի քանի օրից Վահանի ծնունդն է, Վահանը ծնված օրվա ինձ վարձով տանն է ապրում, չնայած լիքը հանգամանքների Վահանը կարող էր ունենալ տուն, բայց ինչև է չուներ, հիմա ունի, շատ ծանր մանկություն է ունեցել ու չգիտեմ, այս տարիների ընթացքում արդեն 9 տարի մենք պայքարում ենք տուն ունենալու համար ու հա չէր ստացվում, չէր լինում, ինչ-որ բան չէր հերիքում, ինչ-որ սենց չէր ստացվում ոչ մի բան, ու մտածում ենք, որ երբեք էլ չի լինի։ Մի բան էլ ասեմ, ձենս Եթե ինչ Վահան իմ ստորները չի տեսնում, այս ինգո ձեր մեջ թող մնա, ինքն ստորները չի տեսնում, ոտակոտ, անկեղծության 3 օր էլի, լավ, դուք գնացեք ֆուտբոլը նայեք, ես էլ գնամ իմ մտքերով քնեմ, հետո առավոտ կասեք ով հաղթեց։